Պարոն Փաշինյան, նախ Տիգրանաշենի հետ կապված մի քիչ հետ գնանք։ Սահմանագծում իրականացվում է անկախության Ալմաթայի հռչակագրով, որտեղ նշված է, որ տարածքները ճանաչվում են ԽՍՀՄ-ի քարտեզներով, բայց չի նշված, թե որ քարտեզն է հիմք ընդունվում։ Դուք բանակցություններով եկել եք նրան, որ 1975 թվականի ԽՍՀՄ-ի գլխավոր շտաբի ռազմատեղագրման քարտեզներով եք առաջնորդվելու, բայց այդ քարտեզներում չկա երկկողմ ստորագրություն մեր եւ Ադրբեջանի միջեւ, արձանագրություն չկա, դա էլ իր հերթին հղում է անում 1969 թվի քարտեզների վրա, փոխարենը կար ավելի թարմ քարտեզ 1988-ի քարտեզը, որտեղ կա արձանագրություն, երկկողմ ստորագրություն, մեր կողմից Վլադիմիր Մովսիսյանն էր ստորագրել, իրենց կողմից Մամեդովը, արձանագրության մեջ նշված է, որ սա ունի իրավաբանական, իրավական ուժ, սա պիտի այլևս հիմք ընդունենք եւ այլն, եւ այդ քարտեզով, այդ վերջին քարտեզով Տիգրանաշենը մեծ մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում էր գտնվում։ Դուք գիտեմ, պիտի ասեք, այդ քարտեզը Գերագույն խորհրդի կողմից չի վավերացվել, չեն հասցրել, Արցախյան շարժումը սկսեց, բայց կա երկու կողմի ստորագրությունը գոնե հիմքում ու բացի այդ հիշենք, որ Ադրբեջանը չի ընդունել, որ ինքը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, ինչի դուք մի հատ նախ եւ առաջ Ալիևին չեք կզցնում, որ ինքը իրանց անկախության հռչակագրից նախ հրաժարվի, որտեղ ԽՍՀՄ-ի իրավահաջորդ իրենց չեն համարում, որ մի հատ էլ հիմք ընդունեն ԽՍՀՄ-ի այդ ասած քարտեզները։ Ինչ եք ընդհանրապես Տիգրանաշենի հարցում զադնի դնում։ Դուք ասացիք ներվն եմ հանում, բայց պարոն Փաշինյան, Ալիևը մեր սաղատամները քաշում է, դուք հələ ներվ եք հանում։ Ասենք քյավտար ոնց պիտի նստենք իր դեմը բանակցենք։ Ինչ եք շտապում Տիգրանաշենի հարցում, ասեք մեր տարածքում չի գտնվում։ Շնորհակալություն։ Արձանագրենք, որ ժամանակը սպառվեց, ու դեր հարց այնքան բարդ է, ես չեմ կարող պատասխանեմ, ստես